Հարգելի գործընկերներ, նախ պարոն Մինասյանը իրոք շատ կարևոր հարց էր տալիս, թե ինչ արժի այս ամեն ինչի գինը, ինչի մասին խոսում էր պարոն Երիցյանը։ Իհարկե ձևակերպման հետ համաձայն չեմ, որ ասում էր այդ ֆանտաստիկան ինչ արժի, որովհետև դա ֆանտաստիկա չի, այսօրվա աշխարհում դա անհրաժեշտություն է, բայց այդ բոլոր հաշվարկները, ազդեցությունները, դրանք մանրամասն ներկայացվել են այն ժամանակ, երբ որ ընդունվում էր օրենսդրական փաթեթը, որով կարգավորվում էր այս դաշտը, մենք հիմա ընդամենը ընտրում ենք այդ նույն օրենքով ստեղծված հանձնաժողովի նախագահին եւ անդամներին։ Բայց շատ լավ է, որ այս գնահատականների թեման կարևորվում է, որովհետև հիմա այնպիսի ֆանտաստիկ բաներ են հնչում, որ շատ լավ կլինի, որ մարդիկ դրա հաշվարկները ներկայացնեն ու մենք այդ բոլոր հարցերի պատասխանները պահանջելու ենք, որ մեզ տրամադրեն։ Մեկը խոստանում է թոշակները կրկնապատկել, մեկը խոստանում է երկնքից աստղեր բերել, այդ ամեն ինչի գին ունի, ու իրենք այդ գինը պիտի մեզ ներկայացնեն, որ հասարակությունն հասկանա, թե այդ գումարները որտեղից, եթե գանք ասում ենք պատրաստ ենք մեր մի քանի միլիարդ դոլարի կարողությունը վաճառել ու ամեն տարի պետական բյուջե դրամաշնորհներ ներարկել, կասենք լավ, էս էլ է տարբերակը։ Հիմա ինչ վերաբերում է մնացածին, ես ներողություն եմ խնդրում, բայց պիտի թեմայից շեղվեմ, որովհետև իմ անունը հնչեց, պարոն Մինասյանը գնաց, գիտեք ինչի համար եմ ամենաշատը ցավում, եւ պարոն Մինասյանը, եւ պարոն Ավետիսյանը Հայաստան դաշինքի են հատուկ են պատգամավորներից են, որոնց նկատմամբ ես շատ նորմալ դրական վերաբերմունք ունեմ, բայց զորով իրենց տանում մտցնում են մտ ինչ-որ թեմայի մեջ, որը շատ անշնորհակալ է։ Խոսքը հիմա բջջային հեռախոսների թեման է։ Ասում եմ 2000-ականների սկզբին փողոցում 7 տարեկան երեխային եթե հարցնեի, ով է Հայաստանում բջջային հեռախոսներ ներկրում, օրինակ Nokia, ձեզ կասեն ով է ներկրում։ Այդ այն տիպի թեմա էր, որ անգամ դրա հետ կապված հրապարակումներ են եղել, անգամ ինչ-որ լուրեր կային, որ ինչ-որ գործողություններ են կատարվել։ Հիմա պարոն Մինասյանը ասում է դիմեք մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ եթե չպարզվի, որ նման բան չի եղել, ներողություն պիտի խնդրեք։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կդիմեի մեծ սիրով, բայց այդտեղ կա 5 տարվա վաղեմության ժամկետ։ Իսկ այդ իրադարձություններ տեղի ունեցան մոտ 20 տարի առաջ, բայց այս մընտրիչմանը ուրիշտեղ դիմեցի։ Դիմեցի ազգային անվտանգության ծառայություն, որովհետև 2018 թվականի սեպտեմբերին թե հոկտեմբերին հրապարակում եղավ, որ ԱԱԾ-ում գործը հարուցվել հենց այդ իմ նշած ժամանակահատվածի բջջային հեռախոսների այդ պատմությունների հետ, այն ժամանակ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, եթե չեմ սխալվում, Արթուր Վանեցյանն էր, հետո երեք պարոն Վանեցյանի հետ միասին այդ թեման էլ հեռացավ օրակարգից, հիմա կփորձենք պարզաբանել, բայց ոչ թե նրա համար, որ հետո ես գամ ներողություն խնդրեմ, որովհետև դա նույնն է, որ ես գամ ասեմ կներեք, որ երկինքը կապույտ էր, ոչ այդ ինձ բացարձակ ճշմարտություն է, այլ հակառակը, ինձ թվում է հակառակը պնդելն է վիրավորում սեփական քաղաքացիների ինտելեկտը։ Ասում, եթե ուզում եք կարող ենք նա հարցախույս կազմակերպել, բանանով էր ներմուծում, կոնֆետով էր ներմուծում, բջջային հեռախոսներով էր ներմուծում, մեքենաներով էր ներմուծում, այնպես որ հարգելի գործընկերներ, մեզ լսում են նաև մարդիկ, որոնք ժամանակին այդ ամեն ինչի միջով անձամբ անցել ենք եւ եթե շատ անկեղծ եք ուզում գտնվեմ, մեր շահերից է բխում, որ դուք այսպիսի հայտարարություններ անեք ու հերքեք ակնհայտ բաները, շարունակեք նույն ոճով, մնացած բաների պատասխանները 2-3 ամիս հետո կստանանք, շնորհակալություն։